հանդիպելու է Էրդողանի հետ։ Այս պահին հեռախոսով կապ ենք հաստատել 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Դուք ուղիղ եթերում եք։ Պարոն Հարությունյան, արդեն կա արդյոք պարզաբանում ինչ պատճառաբանությամբ են ձերբակալում կամ խուզարկում մարդկանց։ Հերթական բռնաճնշումներն են, հիմնականում կարելի ասել դեռևս չկա լիարժեք պարզաբանումներ։ Ինձ նոր տեղեկացրեցին, որ մոտ արդեն 80 անձ ձերբակալված է, ամենայն դեպս անազատության մեջ է գտնվում։ Կարծում եմ, սա շարունակական կլինի եւ կտևի դեռ երևի թե ողջ գիշեր, եւ ամենայն հավանականությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինչ որ հերթական վատ բանն է երևի թե դրսում ստորելու կամ հայտարարելու եւ երևի թե այս ամենը կարծում եմ դրանով է պայմանավորված։ Ամեն դեպս կենտրոնը կարծես թե ոստիկանական ինչ որ գործողության վայր լինի, որտեղ ես այս պայն հենց հիմա հրապարակի մոտ եմ եւ տեսնում եմ թե որքան ոստիկանական զորքերն է այստեղ կուտակված, պարզ է որ այս ամենը ինչ որ մի սպասվող դեպքով է պայմանավորված։ Այսքանը է, եթե ունենք հիմնականում երիտասարդներին են ձերբակալում, թե նաև պաշտոնյաներ կան ձերբակալվածների շարքում։ Ես տեղեկացա, որ եւ սրբազան շարժման ակտիվ անդամներին եւ համակիրներին եւ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, նաեւ տեղեկացա, որ հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության բազմաթիվ անդամների են ձերբակալել, խուզարկել, չգիտեմ, գործողություններ արել տարբեր, մենք բազմաթիվ ահազանգներ ենք ստանում 5 իրավապաշտպաններս ու այս պահին մեր տղաներից որոշները հենց ոստիկանական բաժիններում են գտնվում, ես ինքս քիչ առաջ դուրս եկա։ Տեսնենք, կարծում եմ ավելի շարունակվի այս ամենը։ Պարոն Հարությունյան, նաև առավոտյան էլ մի խումբ քաղաքացիների մեքենաներն էին տարել, արդյոք այս գործողությունները մեկը մյուսի հետ կապ ունեն։ Դե մենք դրա նախադեպը ունենք, նույն սրբազան շարժման ժամանակ հարյուրավոր մեքենաներ էին տարել եւ կարելի ասել, երբ մեկ տարվա չափ մեքենաներ կար, որ չէին վերադարձնում առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, սա գիտեք ոնց եւ վրեժխնդրության դրսեւորում է եւ մարդկանց կյանքը բարդացնելու եւ մյուսներին վախեցնելու, որ տեսեք դուք էլ կարաք խնդիրներ ունեք, sense փոքր sense վնաս տալու գործընթաց է, որ մարդիկ լարվեն, մարդիկ ինչ որ խուսափեն, մասնակցել իրենց ընդդիմադիր հայացքներով, բայց հիմա կարծում եմ այս մասշտաբները, այս զորքի արկայությունը արդեն ցույց է տալիս, որ ինչ որ մի բան է կատարվելու եւ երևի թե այսպես փորձում են բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց մեկուսացնել։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Ես նույնպես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանի հետ։ Եվ այս պահին Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում